Բարսեղեցես Ռոնի Ղարիբինեմ Ղարիբյան Ռուսիա Finance ընկերության կողմից այսօր հոկտեմբեր 19 2025 թվական կգնանք ինչ նորություններ ունենք ընդհանրապես կամ լուրերի մեջ կամ էլ որպես ի տեղեկություն ինչեր ենք տեսնում մեր ընդհանուր շրջակայքի շուկայի մեջ real estate-ի լոների ֆինանսավորման տոկոսների կենտրոնական բանկի էկոնոմին եւ այլն որ Ձերարորիա ֆինանսավորում կամ ապակա ծրագրերի համար կարողանալ որոշումներ տալ մեր ձեզի ներկայացրած տեղեկություններով։ Իշասնեմ արդեն ես մեր ծրագիրը, որ ամեն կիրակի ծրվում է ABC կայարանի միջոցով, կիրակի օրերը ճաշվա 12-ին եւ նույն ծրագիրը կրկնվում է կիրակի իրիկունները ժամը 8-ին։ Եթե չեք կարողանում ABC cable-ը չունեք, անտենաների միջոցով էլ կա, կամ ABC կայարանի բջջային վեբսայթի միջոցով, կամ եթե ոչ հնարավորություն չունեք, նույն ծրագիրը երկուշաբթի օրերը YouTube-ի վրա, իմ YouTube-ի անունս ճարեք, տեղում ծրվում է որպես արխիվներ, կարող եք տեսնել ամեն կիրակի օրվանը եւ նախկին օրերը։ Անշուշտ հիշեցնեմ, այսի արդեն 11-րդ տարին է, 11 տարի շարունակաբար ամեն կիրակի ձեզի հետ հույր եմ եւ փորձում ենք ձեզի սովորացնել, դասավանդել, որ ինչեր է պատահում շուկայի ընթացքին եւ բավականին այս 11 տարվա ընթացքին տասնյակ հազարներով մեր հայերին կարողացել ենք օգտակար լինենք բարեբախտաբար։ Ուրեմն նույն աշխատանքը շարունակում ենք Եվ սկսելով լուրերը, որ Կալիֆոռնիային մասինատանման Կալիֆոռնիայի ավելի շուտ closed escrow sales առուվաճառքը եւ արժեքները սեպտեմբեր ամսվա համար, ընդհանուր տուները որ վաճառվել է կամ closed փակվել է սեպտեմբեր ընթացքին Կալիֆոռնիայում եւ single family home տուների մասին է խոսքը, ոչ թե կոնդոմինիումներ կամ հողով տունի մասին է խոսքը 277,410 տուները վաճառվել մինչև սեպտեմբեր, այսինքն տարեկանը հաշվելով սեպտեմբերն էլ մեջը նկատի առնելով։ Աս արդեն սեպտեմբեր ամիսը 5% ավելի բարձրացել է որպես քանակ, քան թե վաճառվել էր օգոստոսից։ Օգոստոսից սեպտեմբեր 5% ավելի շատ տուներ է վաճառվել։ Եվ չմոռանանք օգոստոսին դեռ տոկոսները սեպտեմբերին կամաց տոկոսները սկսել էր իջնել։ Բախտատելով սեպտեմբեր 2024-ին 6.6% ավելի շատ առուվաճառք ունեցել բախտատելով, ինչպես ասամ, սեպտեմբեր 2024-ին։ Եվ էսի արդեն 6-րդ ամիսն է լինում, որ առուվաճառքը որպես sales Կալիֆոռնիայի համար year over year բարձրանում է ամեն ամիս առուվաճառքը։ Սոյետի արդեն ձեզի ուղղություն է տալի, որ տեսեք աշխուժությունը վերջի 6 ամսվա ընթացքին սկսել է նորեն Կալիֆոռնիայում, ընդհանուր Կալիֆոռնիայի մասին է խոսքը։ Եվ ինչպես ասամ, մոտ 277,410 տուներ, եթե adjusted seasonably որ հաշվում են, որ տարեկան ինչքան տուն պետք է վաճառվի։ Նորմալ մատ առողջ շուկան Կալիֆոռնիայի համար նախքան ես հարցերը ելավ 300,000 տուներ տարեկան։ Մենք 277,000 ենք։ Դեռ average-ից պակաս է մեր առուվաճառքը Կալիֆոռնիայի համար։ Ինչ-որ վերաբերվում միջին տան արժեքները 1.7%-ի չափ average-ը իջավ սեպտեմբերին, էլա 883,640, որ օգոստոսին էր 899,130։ Էստո հիշացնեմ, երբ որ միջինը medium value, medium price of a home-ը իջելա չի նշանակում արժեքներն են իջնում։ Պարզապես այդ average-ով վերջնում են կապ ունի ինչ tier, ինչ category, ինչ փուլի մեջի տուներ են ավելի շատ վաճառվել։ Օրինակ եմ ասում, եթե 10 հատ 5 միլիոնանոց տունա ծախվե,
դե 30 հատ $500,000 տունա ծախվե։ So at average կապ ունի իշխանոց տունա ծախվե, ոչ թե արժեքները իջելա, այլ իշխանոց։ So medium-ը քիչ չի նշանակում արժեքները քիչ են, որովհետև նույն զեկույցի մեջ medium price-ը 1.8% ավելի բարձրացել է, քան թե անցյալ տարվա հետ բախտատելով։ So եթե մեկ տարվա մեջ բախտատենք սեպտեմբեր 2024 մինչև սեպտեմբեր 2020 medium price-ը 1.8% բարձրացել է։ Միակ տարբերություններից իշխանատևում միջով փակվում է սեպտեմբերին 32 օր այլ է average մատը, որ not bad 32 օրը համեմատելով 24 օրեր անցյալ տարի սեպտեմբերին։ So housing market ինչպես տեսնում ենք Կալիֆոռնիայում աշխուժությունը սկսում է։ Ես արդեն մեր հայրենակիցների հետ կարող եմ ասեմ վերջի մի ամսվա ընթացքին բավականի offer-ներ են գրում շատ, գոնե շաբաթական չափազանցնելով 7-8 offer-ներ է գրվում տարբեր հաճախորդների համար եւ կարող եմ ասեմ որ competition-ը բավականի դեռ tough է։ So տեսնում ենք որ աշխուժություն կա ոչ թե բոլոր տուների համար, տուներից տուն so far մեր timing-ը եւ արժեքները ճիշտ են տեսել։ So housing market-ը կամաց improve անում, բարձրանում է համ sales-ը, համ արժեքները եւ տոկոսները, որովհետեւ sense stable մատ վիճակի մեջ հայել է մանավանդ վերջի արդեն 15-7 օր որ government shutdown-ը պետությունը փակ է, էդի անշուշտ օգները բան մարքեթը 5 շաբթի օրը շատ իջավ, it was մոտ 4-ից էլ ցած իջավ, հետո կանցնենք որ իմանում եք 30 տարվա լոները 10 տարվա treasury bond-ն է հետևում, բայց մեկ բան որ դեռ առայժմ ժողովուրդը ձեռնպա են, որ էդ էլ շատ շուտով կփոխվի նույնիսկ տոկոսները ստեյդի մնացել է, բայց պահանջը կա, տեսնում մինի բուստ այլ է այս պահանջի համար մանավանդ մտնելով 4-րդ երամսյակի մեջ, բայց ուզենք էկոնոմի անորոշ լինելը մանավանդ նախագահ Թրամփը թերիֆների համար Չինաստանի հետ դեռ ամեն օր ամեն շաբաթ այս խաղերն այդում նայենք ինչ այլումից չելնում government shutdown-ը դեռ կա, պետությունը փակ է, այդ ինչ այլում tension-ը դեռ կա, բայց ուզենք այս հարցերը էթալու է դեպի recovery ավելի սարքվելու է եւ դա համար action-ը կշատանա եւ տունի առողջարքն էլ կշատանա եւ պահանջները կշատանա, արդեն այդ ուղղությամբ էթում ենք։ Այս մյուս լուրը որ ասում եմ ոչ թե միայն որպես լուր, որպես թարգմանում եմ մեր հայերի համար, մանավանդ երիտասարդների համար, բայց ավելի շուտ ուզում եմ ասեմ մանավանդ մեր ծնողների համար երիտասարդներին մտահոգությունը եւ ինչպես կարող եք օգտակար լինել։ Ուրեմն ուսումնասիրություն են արել Generation Z հասկացողությամբ, որ 18-ից 27 տարեկանների հետ հարցազրույց են արել եւ իրանցից հարցեր են իրանց մտահոգությունները կամ իրանց հարցերը տուն ունենալու մասին ընդհանրապես housing real estate շուկայի մեջ մոտ 16%-ը կամ ամեն 5-ից մի հատը իրանց համար արդեն մտահոգություն այլ է որ affordability տուն առնելու հնարավորությունը կարողանալը իրանց ամենամեծ մտահոգություններից մեկն է ընդհանրապես ինչպես ասեմ 18-ից 27 տարեկաններին են հարցրել 82%-ը ասել են որ տուն առնելը հիմա շատ ավելի դժվար է իրանց համար քան թե իրանց նախկին սերունդի համար որ իմանում ենք ստանից COVID-ից առաջ որ խոսում ենք 6 տարի առաջ մինչև հիմա իշխան տարբերություն արել շատ եւ էսի նախքան չեմ ուզում լուրից շեղվենք ստանից մոտ 20-30 տարի առաջ նորի մեզ գործի մեջ անց է
արդեն 1991 թվականից այս գործի մեջ եմ, 34 տարի այս գործի մեջ եմ, բայց այդ սկիզբը 30 տարի առաջ, 25 տարի առաջ երիտասարդ էիմ, ավելի շատ ամուսնացած չէիմ եւ հաջող ճամփորդում էիմ Եվրոպաները, single աշխատանք ունեի եւ ավելի հեշտ էր ճամփորդելը 9/11-ի հարցերը չկար, պայմանները հեշտ էր, ինչևիցե ճամփորդում էի եւ ճամփորդության ժամանակ ելնի որտեղ որ գնացին Փարիզ, Հունաստան, Իսպանիա եւ այլն եվրոպական քաղաքների մեջ եւ այն ժամանակ ես անդրադառնում եմ որ ավելի շուտ անդրադառնալը միայն չէր, այլ բախտավոր եմ զգում, որ վահ, մեր համար Միացյալ Նահանգներում ինչքան հեշտ է եւ ինչքան հնարավոր է եւ ինչքան կարեւոր է տուն ունենալը, որ մեկը տուն ազում down payment minimum 3% տեսնես այն ժամանակ 25 տարի առաջ նույնը կար FH-ն այն ժամանակ էլ էր երբեք չի փոխվել եւ տոկոսները 6-երի մեջ 7-երի մեջ իշոր կա առնում ես վերջապես եւ համեմատաբար արժեքներն էլ համապատասխան են եւ ճիշտ է ամեն մարդու համար չէ գործ պետք է ունես եւ այլն բայց կարող էր ամեն մարդ կարող է տուն առնել դա մարդ American Dream հասկացողության եւ այն ժամանակ ինչու իմ անդրադառնում որտեղ Եվրոպայում ինչքան դժվար էր այն ժամանակ Ինչքան դժվար էր ասելով մեկ որ այն ժամանակները հիմա երևի նույնը բայց մեկի անշուշտ առաջադիմություն ունեցել են այն ժամանակ Եվրոպայում տուն ուզենայր առնել 20-30-40% down payment was minimum պետք է այն ժամանակ 40-50% դնիր 3% down 5% down 10% down գոյություն չուներ Եվրոպայում բանկերը չի ֆինանսավորում եւ տոկոսները շատ ավելի բարձր էր եւ տան արժեքներն էլ բարձր են, օրինակ ուզենայի Փարիզում այն ժամանակ բերնահար կառնիր բավականի թանկ էր այն ժամանակ համեմատաբար այն ժամանակ մեր արժեքների հետ։ Եվ ով որ Եվրոպայում տուն ուներ այն ժամանակ շատ ավելի luxury, high-end մատ եկամուտի հարց կար որ տան տեր լինի, քան թե վարձ։ Հիմա մենք որտեղ որ կանք Լոս Անջելեսում նույն պայմանների տեղ ենք արդեն։ Այսինքն հիմա մեր երիտասարդ ուզենա տուն առնի, նորեն բարեբախտաբար 3% 5%-ները ունենք կա, բայց արժեքների adjustment-ի պատճառով եւ եկամուտների աղբյուրի ճանապարհներով որ լիմիտը չափուսահմաններով հնարավորությունը արդեն դուրս է եկել, այսինքն payment-ի հարցը լինում։ Այսօր շատ պարզ ասեմ, եթե այսօր $1 միլիոն տուն առնեք, որ 1 միլիոն արդեն San Fernando Valley, San Gabriel Valley-ում 1 միլիոնը minimum basic տուն է, ելնի Valley, Northridge, Chatsworth, այն կողմերը Grand Hills եւ այլն, մինչեւ Pasadena, Azusa, Gardena, Covina եւ այլն, Montebello $1 միլիոն շատ average բան է։ Կան արժանոց, բայց միջինը այդքան է։ Այն $1 միլիոն բարևամ 20% down դնես, քո payment-ը մոտ 5000-ների մեջ է ելնում։ Եվ եթե single մողոք ես, ամուսնացած չես, ամենից քիչ կամ single եկամուտ ունես տան մեջ մողոքի աշխատում, ամենից քիչը պետք է ունենաս 12,000-13,000-14,000 ամսական եկամուտ, որ կարողանաս այդ payment-ը տաս։ Նույն ուսումնասիրության մեջ 67% ասել են, որ home ownership-ը տանտեր ելնելը somewhat կամ very important lifetime goal of their, այսինքն իրենց համար 67% իրենց համար մատ կյանքի երազանքա եւ ամենից կարեւոր մատ իրենց ծրագրերից է կյանքի մեջ որ կարողանան տանտեր լինեն 69% կարծում են որ
real estate ընդհանրապես մեծ հնարավորություն է, որ իրանք այդ հարուստությունը ունենան, այսինքն եթե մեկը աշխատի փող savings անելով, այդքան չի հարուստանա, քան թե տուն ունենա եւ 20-30 տարի հետո արդյունքը ստանա։ 51% ասել են, որ իրանց համար շատ կարեւոր է, որ to be part of the American dream։ Հիմա ես ստանց վրա կավելացնեմ առաջ երթին ապրես բրավո իրանց մեծամասնությամբ ուզում են, ասում են պետք է հարուստություն են հավաքելու կյանքից իրանց ման նպատակներից է, ապրես good for them, բրավո իրանց։ Բայց նույն ժամանակ իրանց օգնել է պետք, իրանց մեջքին կայնել է պետք, կամ կանխավճարով, կամ payment-ով, օրինակ մարդիկ կան չունի կանխավճար, հերնումեր ուժում է, բայց չունեն, okay, եթե օրինակ եմ ասում, իրանց հնարավորություն ամիսը $5,000 է, բայց payment-ները 6,000 է դուրս գալի, դուք երևի կարողանաք այդ $1,000 իրանց օգնեք։ Օրինակ եմ ասում, պարզապես պարզ թիվեր ասում եմ, բայց ձևով կարողանաք օգնել։ 46% ասել են, որ մոտարապես պատրաստ են, որ հիմա տուն առնեն։ Կամ ամենաբրավո իրանց, որ ասում եմ 46%-ը քիչ չի, որ մոտարապես պատրաստ են։ 36%-ը they believe, որ իրանք պատասխանատվությունը ֆինանսավորմանը պատրաստ են հանձնը առնեն իրանց վրա։ Կեսը մոտարապես 50%-ը իրանց համար ասել են, որ կարևոր է իրանց ուսումը նախքան տուն առնելը եւ հետո ամուսնանալը եւ ունենան երեխաները 49%-ը 52% տիկնայք աղջիկերքը եւ կնիկները աղջիկերքը երևի այդ որտեղ 18-ից 27 տարեկանի մասին են խոսում իրանց համար 52% իրանց կրթությունը առաջ որպես իրանց մասնագիտությունը ինչ-որ վերջացնեն կրթության մեջ քան թե 45% տղամարդիկ տղերքը 52 կնիկները 45% տղերքը եւ ինչու ապրես այդ ես համաձայն եմ կրթությունը առաջ նախքան ֆինանսավորման պատասխանատվությունը, հիմա եթե կարող ես sure do both, եթե կարող ես, բայց ինչու եմ ասում, որովհետև օրինակ այսօրվա պայմաններով շատ կա որ հաճախ ընտանիքների մեջ բյուջեի հարց է, ինչքան եկամուտ ունենք, ինչքան ծախսենք, եւ երբ որ թանկություն է, սղաճ է, vacation-ներ է եւ այլն խնդիրներ այլում, առաջի բանը տեր եւ տիկին կամ անձնանկապես կամ ինչպես նստում են հաշիվները գրում են ծախսերը, բաջետ անենք եւ որտե սկսենք կրճատել, կտրտել, to cut, որ savings ունենան, որ եկամուտը բավարարվի եւ սկսում են նայեն որտե կրճատեն։ Ճիշտ է համաձայն եմ to save հարամ չելնի, waste չելնի, փողը չթափեք եւ անտեղի ծախսերը կտրել, համաձայն եմ 100%-ով բայց այդ ձևով չես կարողանա առաջադիմություն ունենալ։ Որտեղ ամենի չափ ու սահմաններ ունի։ Օրինակ ասեմ ձեզի, եթե դուք ամիսը $4,000 ձեր ծախսենա վարձով, մեքենայով, utility-ով, դուսետալով, ամիսը $8,000 ծախսում եք։ Օրինակ եմ ասում։ Cable չնայենք, online կնայենք, cable $250 կտրենք։ Մեքենան թո $600 նոշի բայդու է մեքենաների արժեքը շատ բարձրացել է average payment-ը $800-ից $1,000 average մեքենայի արժեքը է $50,000 կամ Whole Foods-ից shopping չանենք չեմ անում Ralph's-ից shopping անենք եւ այլն ինչ է վիսեն cut 8,000 ծախսը ամենալավագույնը you can cut կանես $7,000 $1,000 cut կանես at best so նպատակը չէ մեկ էնի ինչպես cut to expenses even though էտել արա մտածի ինչպես անես 8,000-ը անես 14,000 կամ 16,000 կամ 10,000 8,000-ը շատ ասրու
ծախսը եկամուտը շատ ասրու, քան թե ծախսը գտես։ Նույնիսկ այդ էլ բիկանես, բայց եկամուտ։ Ուրեմն, երբ որ ասում են ուսումի հետևից երթանք, չի նշանակում անշուշտ ուսումը մեծ եկամուտի աղբյուրներ կտա, բայց այսօրվա պայմաններով մանավանդ Միացյալ Նահանգների մեջ, այո, ուսումը can go a long way։ Էլի պետք չի ամեն մարդ բժիշկ ու փաստաբան լինի, եւ չի նշանակում բժիշկ ու փաստաբան էլ եկամուտ ունի, բայց այսօր տեխնոլոգիաների AI-ը տեսնում եք ինչ այլում։ Technology architect-ներ, ինժեներներ, NASA-ի համար աշխատողներ, ամեն ինչ որ ուզում ես անես, ուսումը առաջ ունենաս, մնացածը հետո ինքը իրան կշարունակվի։ So այս երիտասարդների համար որ Gen Z-երն են հասկացողությունը, housing market-ը նայում են շատ ավելի པարզ մաքուր մոտեցումով, քան թե երևակայական կամ երազանքների դիմաց եւ իրանց համար ինչպես ասեմ affordability monthly payment-ը կամ down payment-ը առնելը ամենամեծ մտահոգությունն է որ ձեր համար իրանց մեջքին կայնելու համար եթե եղբայր ունես, քույր ունես կամ ծնող ես եւ ուզում ես իրանց օգնես, it's one of the best ways to do so. So իրանք ուզենք adapt են անում, վարժվում են այսօրվա օրերվա պայմանների եւ դա համար տեսնում են որ իրանց համար ֆոկուս անեն իրանց career-ի համար, իրանց դասավանդության համար, իրանց ապագայի գործի համար եւ saving-ը սկսեն կանող շուտ savings անել, շատ ավելի realistic են, իրական են, real են, քան թե երազանքների մեջ ապրելով։ Ինչպես է, շարունակենք եւ այդքան առաջ խոսալով որ այսօրվա գնողների մասին, բայց նախքան էսի ասեմ, այս ինվեստորների մասին է, որ ինվեստորները շատ ավելի բան են, բայց նախքան էդի ասեմ, ուզում եմ այս նոր օրենքը, որ mən անգամ ստանից քանի շաբաթ առաջ ցեզի ասամ, որ Կալիֆոռնիայում նոր օրենքա սենեթը բիլա մահաց ստորագրած, որ SB 79 հասկացողությամբ, որ պաշտոնական անուն ունի, որ Abandoned and Affordability of Homes Near Transit Act։ Այդ իր անունն է պաշտոնական, Abandoned and Affordability Homes Near Transit Act։ Եվ այս բիլը մահատ սենատոր էր Կալիֆոռնիայում, Սան Ֆրանցիսկոից, այս ինքը ներկայացրեց եւ ստորագրվավ կարող ասեմ ընդունվավ եւ բանի սենետի կողմից, բայց նահանգապետ մեկ քիչ արանց նահանգապետ Գավին Նյուսոմը պետք է ստորագրեր, որ օրենքը հաստատվեր եւ անցներ։ Ուրեմն անցյալ շաբաթ Գավին Նյուսոմը ստորագրեց եւ SB 79-ը պաշտոնական արդեն օրենք ելավ։ Եվ ինչ է օրենքը, օրենքը ասում է որևէ հող, որ մոտիկա կես մայլից կամ անմիջապես կամ մինչև կես մայլ հեռուությամբ մոտիկա freeway երկաթողակայարանների, մետրոյի, բասերի transit ճամփորդության համար եթե մոտիկա այդ պետական transit-ներին, ճանապարհներին, այդ հողերի վրա կարող եք շինարարություն անեք մինչև 9 հարկանի ճիշտ 9 հարկանի, կապ ունի ինչքան հեռու է, շատ մոտիկ է 9 հարկանի, մեկ շիրանում ես 7 հարկանի, մեկ շիրանում ամեն շատը 6 հարկանի, տուներ են կարող սարքեն, որ affordable housing-ներ այլում, եւ էսի կարծելով, այս օրենք անցածնելով, բոլոր այդ քաղաքների մեջ շլականիա դա Glendale, Burbank, Pasadena, Beverly Hills, որտեղ որ Santa Monica, Malibu, որտեղ որ հող կա, կարևոր չի քաղաքը որտեղ է, որևէ քաղաք չի կարող բողոքի, որևէ քաղաք չի կարող ընդհատի եւ արկել կելնի այդ շինարարին,
որ հող աճարում freeway-ի կամ մետրոյի կամ բասի կողքին եւ ասում ես դեռ ես 9 unit պետք է սարքեմ եւ քաղաքը ոչ մի բան չի կարողանի։ Ինչպես իմանալի ժողովուրդը միշտ ընդհանրապես developer այլում, developer-ը հետում ասում եմ ստեղում է սարքեմ, այն սարքեմ, հետո city council-ի մոտ, city council-ը ուսումնասիրում հարցնում, հետո ժողովուրդն են գալի, հարևանները եւ այլն եւ սկսում են բողոքել, չէ, չեմ ուզում ստե սարքես, իմ views block ես անում, ստե սարքես չեմ ինչ, եւ բողոքում են ժողովուրդը եւ council member-ը պետք է լսի եւ փորձի կողմնակի ելնի, օգնի եւ այլն եւ ուրեմն այս օրենքը այդպես բան չկա, որտեղ նահանգական օրենք է։ So երբ որ գալիս ես, այդում եմ ասում գիտես ինչ ես Conrad's-ը կար ցենտրալի վրա այդ անկյունի շենքը։ Ես ստեղում առնելու եմ եւ 9 հարկանի շենք եմ սարքել դե freeway ինձանից 2 լույս, մեկ լույս, 2 լույս, 2 չէ բրճետն է դե freeway-ն է։ 2 բլոկ ցած freeway access-ը սա, չեմ freeway-ն էլ մեջն է դե չէ, վստահ չեմ freeway կարծեմ કે բան էլի, բաս եւ այդպես բան է։ Ինչևից է, եւ ստեղում 9 հարկանի շենք եմ ուզում սարքեմ եւ ոչ ոք չի կարող ասի չես կարող սարքես։ So developer-ների համար մեծ նվեր էր։ Հիմա ընկերություններ կան, որ իրանք այդ հողերը ունեն, որ transit agency-ներն են, ինչպես անունով BART, B-A-R-T կամ Caltrain-ը նա, որ այդ train-ի կողքի շենքերը, հողերը իրանն է։ Մենք San Fernando-ի վրա train-ի այդ մետրոն կա, մետրոյի բաները կա, եւ այդ կողքի շենքերը կարող են սարքեն 9 հարկանի residential եւ մինչեւ 85 ֆիտից եթե ավելի բարձր է, ինժամ պետք է պարտավոր են union պաշտոնյաներ օգտագործեն եւ կարող է ստամ low income լինի, so եթե Լականիադայում հողեր կա, որ transit-ի մոտ է եւ մեկ ուզենական դե low income սարքի ոչ ոք չի կարող ասի չէ։ So մեծ մաս քաղաքապետության մեջ բողոքներ կար, ասում այս մեր քաղաքը տգեղացնելու եք, փչացնելու եք, ինչ այլնելու եւ ոմանք էլ կա որ շատ ուրախ են ասում են we should go for it։ Մինչև հուլիս 2026 ժամանակը տվել որ քաղաքները այդ հողերը կարողանան պաշտոնական identify անեն քարտեզի վրա եւ պաշտոնական այդ զոնինները փոխեն որ SP79-ի օրենքի տակ անգնում որ կարողանան ժողովուրդը մոտենան։ So եթե հողեր ունեք այդ տեղերում ձեր հողերի արժեքը բավականի բարձրացել է։ Անշուշտ ուրիշ խնդիրներ կա, մանրամասերը կարևոր չի, մեկը infrastructure, այսինքն լավ, այսքան շենքեր է սարքում։ Ինչու են ասում transit-ների մոտ, այդ պատճառ կա։ Ասում եթե ունենաս transit-ների մոտ, ժողովուրդը կարող են ավելի շատ գործի եթան, առանցին մտահոգվեն հեռուության համար։ Ուրեմն եթե ես transit-ի մոտ տունս կարող եմ օրինակ ես San Bernardino, ոչ թե մեկ ժամուկ էս 2 ժամ հեռու է, ընդեղում ապրեմ եւ train-ով ամեն օր գործի գամ, մեքենայի պետքություն չունեմ։ So կամ բասը եւ այլն։ So ես գործի եթալու համար հեշտացնում եմ եւ environmentally կողմից gas չես վառում, so ավելի եղանակ են մաքուր, so տարբեր պատճառներ ունեն, որ քաղաքները բարելավեն, աճացնեն եւ ժողովրդի համար ավելի հեշտ լինի որ կարողանան այս օգտագործեն, բայց ինչպես ասամ, քաղաքներ կան, որ գոհ չեն, քաղաքներ կա, որ օքեյ։ Չմոռանամ վստահ եմ ամենը դեպոջ their property tax-երը արդեն բիլը ստացած պետք է լինեք ձեր post-երի մեջ անցյալ շաբաթ, եթե չէ շաբաթ կգա property tax-ը չմոռանաք, սա մասին երկար խոսակցություն պետք է ունենանք մանավանդ եթե refinance եք անում այս ամիսները Because property tax it becomes confusing, ոչ թե խնդիր է, այլ բացատրություն է պետք, որ երբ պետք է վճարես title-ը, եւ այլն, property tax-ը տպվում է եւ մեյլերի մեջ, այսպես ասեմ, հոկտեմբերին, որ արդեն մենք էս տասած ելնեք, ձեր առաջի due date-ն է նոյեմբերին, որը է grace period-ն է, մինչև դեկտեմբեր, մյուսը
it's due in փետրվարին եւ grace period-ը մինչեւ ապրիլ so tax bill-երը նույնիսկ եթե payment-ի հետ եք վճարում bill-ը ձեզի ուղարկում են գոնե դու տեսնում ես որտեւ պետությունը county recorder's office-ը քո tax bill-ը չի ուղարկում bank-ին tax bill-ը ուղարկում է քեզ դու ունես բանկին դու payment ես տալի բանկը քո տեղը վճարում է պետք է զգուշ ելնեք այս sensitive հարցերի ինչպես է Mən այն շուկան ինչպես ուրբաթ օրը փակվավ անշուշտ բան մարքեթը քանի օր է շատ լավ էր մինչև իջավ under 4 բայց ուրբաթ օրը մեջ ինչին այլ պատճառով բանկերի հարցերը կա խնդրում եմ մի panic արեք բանկերը bankruptcy file չեն անում էսի ուրիշ մի բան non depository բանկեր են որ regulated չեն Federal Reserve-ի կողմից չեմ ուզում ստա մասին հիմա խոսամ երկար պատմություն է բայց դելիվորեն որևէ պատմություն լսում եք օ բանկերը bankruptcy file անում բանկերը այդպես բան ծծաղացեք եւ քայլեք okay նայենք ուրբաթ օրը մարքեթը ինչպես փակվավ ուրեմն Dow Jones-ը 46190 238 point շահ ունեցավ S&P-ն 6664 34 point շահեցավ Nasdaq-ը 22679 point Nasdaq-ը շահեցավ DAX-ը 23830 գերմանական DAX-ը 441 point կորուստ ունեցավ անգլիական FTSE-ն 9354 51 point կորուստ ունեցավ Japanese Nikkei-ը 47582 695 point կորուստ ունեցավ եւ Shanghai-ը 3839 76 point կորուստ ունեցավ Shanghai-ը Քարյուղ հայրենակիցը $57.63 ահագին իջել էր քարյուղը 17 սենտիչա բարձր փակվավ ոսկին 4247 $57 իջավ 4300-ն էլ անցել էր արծաթը $50.53 $2.76 իջավ եւ platinum-ը $1629 platinum-ը իջավ Եվրոպական եվրո $1.17 սենտը 1 եվրո ներողություն այո $1.17 սենտը 1 եվրո անգլիական British Pound-ը $1.35 սենտը 1 pound Bitcoin-ի Coinbase-ը ուրբաթ օրվա մարքեթ փակման ժամանակ 107039 եւ Հայաստանի դրամը 382 դրամը $1 Տասնավար Treasury, որ 30 տարվա վարկերը անուղակի հետևում են, ինչպես տեսնում եք, ասամ 5 շաբթի օրը 4-ից էլ իջեր էր, տոկոսը բավականի իջեր է, այսքանի օրա steady է, այսքանի շաբաթը կարող եմ ասեմ, եւ էսի օգները ահագին refinance-ներ ունենք, որից է good news։ So stock market-ը անշուշտ իր հարցեր ունի եւ ամեն օր նորություններ կա, չեմ ուզում շատ խորանամ, բայց government shutdown որ պետությունը պաշտոնական դեռ չի աշխատում, լուրջ հարցեր տանք մանավանդ անգործության համար, որ պետական չեքերը չկա, spending-ն գումար չեն ծախսում, ամեն գումար ծախսել են չմոռանանք նույնիսկ այդ փոքր բաներն էլ մեծ դեր է կատարում, այսինքն ինչ ասեմ, այդպես toothpaste առնեք Շատերը կամ արդեն նայում են արժան ատամի ճարը toothpaste-ը առնեն կամ եւ այդ փոքր բաները adds up մենակ մեծ տիկետները չի որ տուն ամ մեքենա եւ այլն so փոքր բաներն էլ adds up նայեք տոկոսները հոյակապ իջերը մանավանդ refinance-ի համար կամ տուն առնելու համար you still ahead of the game ամեն case տարբեր է ամեն ծրագիր ասես բացատրեմ ես դեզի երևի 10-15-20 տոկոսներ եմ ցույց տալի բայց տեսակները շատ են, հարյուրներ տեսակներ պրոգրամներ ունեն, որ չեմ կարող ամենը ձեզ ցույց տամ, նամանավանդ commercial-ի համար, SBA-ի համար եւ այլն կամ line of credit-ները։ Նույն ժամանակ էլ ամեն տոկոսները չեմ կարող ցույց տամ։ Մեկը ասենք թե մեկի տունը կարժի 3 միլիոն պարկն է $800,000, այդ տոկոսը տարբեր է, քան թե պարկը 800,000, տունը կարժի 1 միլիոն, կամ 800,000, պարկը կարժի 900,000 կամ մեջ եթե բնակում ես, կամ մեջը չես բնակում վարձու է, կամ vacation home է, կամ cash-out ես զում անես, գումար ես զում քաշես վրան, կամ տոկոս կամ unit է, 4 unit է, մեկը քանդո է, ամեն մեկը տարբեր է, ես բոլորը չեմ կարողանում ձեզ ցույց տամ, so ինչ որ նայում եք մի հատ մոտարապես ընդհանուր general օրինակ է,
հետո կարող է ձերը ավելի քիչ լինի, քան ինչ ցույց եմ տալի, կամ հակառակը կարող ավելի բարձր լինի, քան ինչ ցույց եմ տալի, պատճառ կրեդիտին, պատճառ եկամուտի թուղթերին եւ այլն եւ այլն։ Ուրեմն նայենք տոկոսները խնդրում եմ, տեսնենք դա վրա, նայենք մենք տոկոսները խնդրում։ Մեկ ինչ-պետք է արագ ասեմ, ուրեմն ստանք refinance-ի համար են, եթե պարկը մինչև 800-6000-ը, բայց 800-ն էլ բարձրացրել ենք արդեն 806-ը, հետո կասեմ, եթե credit score 781 է եւ single family հողով տուն է եւ մեջը բնակում ես 5.77 Եթե cash-ա ես ուզում անես նույն պայմաններով 800,000 մինչև 800,000 30% equity-ով 5.800 եւ եթե high balance-ը 806,000-ից վրայով $1,209,000 դնում է 5.99 Եթե առանց tax return-ի միայն profit and loss statement են ցույց տալի, tax return ցույց չեն տալի, դուք եթե ձեր անձնական գործ ունեք, self-employed եք, refinance եք ուզում անեք առանց tax return-ի 6.625, 0.ով 6.301 point-ով։ Եվ FHA-ները, եթե credited վատա FHA 720 credit score-ով։ Արագացնեմ, հայ-էսի buy-down program-ը սա full դակի պարագայում է full tax return-ով, մենք կարող ենք ձեր համար seller-ից credit առնենք, որ տոկոսը իջացնենք, եթե ես օրինակը տվել եմ 1 million purchase price 20%, դրանից է տոկոսը 5.75 կելնի, կարող ես սկսես 3.75 առաջի տարին, 4.75 երկրորդ տարի, սա քեզի շունչ քաշելու տեղաթոնում միջև շարունակես։ Սա Fannie Mae 3% down, այո, միայն 3% down-ով 5.75, so American Dream-ը որ խոսում եմ, ստա դու կարող ես տուն առես $1 million, $30,000 down payment դնես, ես հիմա 800,000-ի պարագայում է $24,000 down payment դնես եւ 5.71-ով տոկոսը տենի 20% կանխավճարով 5.625 20 տարվա fix-ը 15 տարվանը high balance-ները 806,000-ից 1,200,000 ինչպես տեսնում եք տոկոսները 20 տարվանը 15 տարվանը FHA-ները մի քիչ արագ եմ ցույց տալի 5.375 high balance-ը 5.5% մինչև 1,200,000 Եթե FHA loan հիմա ունեք FHA-ից պարզապես FHA ուզում փոխեք առանցի որևէ մեկ penny ծախսի 6.125 մեր ջամբոները եթե ունեք $3 million եթե էսի առանց tax return-ի PNL program-ով եւ interest only-ով ասի bank statement program-ով այսպես տեսնում եք եւ էսի bank statement program եւ interest only Նայենք լիստինգները, մեկ քիչ արագ լիստինգ բավականին լավ տուներ կան լավ արժեքներով, բավականին լավացել է, այո, competition-ը կա, բայց ճիշտ տունը ճիշտ արժեքով ծախվում է։ Ճիշտ տունը ճիշտ արժեքով, լավ լսեք։ Ճիշտ տունը արժան չի ծախվում, ճիշտ տունը թանկ չի ծախվում, ճիշտ տունը ճիշտ արժեքով է ծախվում։ Եթե արժեքը ինչ-որ կա, ճիշտ արժեքով է։ Նայենք խնդրում եմ լիստինգները, եթե կարելի է մատ տեսնեմ, ներողություն Սկսելով առաջիները condominium townhouse-ները North Hills-ում 2 ննջասենյակ 2 լվացարան, դուսից է դուռը հոթելի նման չի, հանգիստ ներս ես մտնում, 1258 square feet ունի մեծությունն է, մանրատախտակներ ունի, խոհանոցը նորը, lighting-ը կա, central AC ունի, դուսը նստելու տեղ ունի, townhouse-ը 2 հարկի վրա է, $500 homeowners association-ն է, $428 price per square feet-ը դրես մեծ նստելու տեղ ունի, $539,000 you can go wrong. So եթե առաջին անգամ ես տուն առնես, չես կարող թանկանոց առնես, there it is. Canoga Park 3 ննջասենյակ 3 լվացարան, էլը դուռը դուսից է, քանդոյի նման չի 1462 square feet, տունի մեծությունը $525 square dollar homeowners association-ն է, համեմատաբար լավ վիճակի մեջ է, շատ էլի մայր paint job, $376 price per square feet. That's fantastic. $549,000 asking price, Canoga Park-ում էսի, I don't know, private garage էլ ունի։ Եվ մեզ patio էլ ունի, էսի մոտ կարող ասա առնի վարչուտ է, եթե չեզում մեջ ապրես։ Woodland Hills 2 ննջասենյակ 3 լվացարան, 1362 square feet ունի մեծությունն է, էսի լի remodel-ած, ինչպես տեսնում եք, գետինները, պատերը ներկված, խոհանոցը օքեյ է, Homeowner Association-ը $500 ամիսը,
Asking price $403 price per square feet, $549,000 asking price for Woodland Hills-ում, Woodland Hills-ը շատ ավելի հարկի է, so մի քիչ upgrade պետք ունի, but you don't have to, պետք է չունես ձեր տաս։ Simi Valley 3.3 լվացարան, 1207 square feet ունի մեծությունն է, $475 Homeowners Association-ն է, nicely done, շատ շիրուն ռիմադելած է, գուլավ ճաշակով, $496 price per square feet, asking price $600,000, Simi Valley-ում, այս վիճակի տուն, modern, nice, moving condition, recessed light-երն էլ ունի, I don't see anything wrong with it, մենակ այդ window, և private garage-ն էլ ունի իր համար, և մեծ patio էլ ունի նստելու համար։ Northridge 3.3 լվացարան, 1576 square feet ունի մեծությունն է, 3 հարկի վրա է, $650 Homeowners Association-ն է, շատ modern է, խոհանոցը մեջտեղի մասն է դենի հետ, but $444 price per square feet, այս վիճակի տուն, which is not bad, nothing wrong with it, այս size-ի տուն, $700,000 asking price, եթե մեկը շատ bedroom-ի 3 bedroom պետք ունես mandatory, this is not a bad price, և private garage-ն ունի։ Simi Valley նորեն 3 bedroom, 3 bath, 1663 square feet ունի մեծությունն է, Homeowners Association is the interesting part, միայն $381 է, that's a big help, տունը նայում եք ինչ վիճակի մեջ է, almost brand new remodeled է, այդ մանուշակի հարցերը պետք է լուծվի, $780,000 asking price, $468 price per square feet, $779,000 asking price, $460, մեծ էլ patio ունի նստելու տեղ, փուլ է ունի։ Pasadena 2.2 լվացարան, 1111 square feet ունի մեծությունն է, մեկ քիչ աշխատանք պետք ունի ռիմադելած չի, բայց at the same time հին էլ չի, ինչպես տեսնում եք, շարերները, կաբինետները, okay, միայն փենջաբ ուզում է, TLC ուզում ասել ամերիկացիները, նույնիսկ մաքուր է, bathroom-ները մաքուր է, washer-ը հուկապներն է, $710 price per square feet, $789,000 asking price։ Toluca Lake, այսի շատ Toluca Lake-ի լավ թաղամասներից է 3.3 լվացարան, Պես տեսնեք recessed light-երը, գետինի մանրատախտակները, ամեն ինչը պատրաստ է 1904 square feet ունի մեծությունն է և $900 Homeowners Association-ն է։ Toluca Lake-ի համար չեմ զարմանում $900, ամենիթիները շատ են, $446 price per square feet, բավականի արժան է դրե, որովհետև Toluca Lake-ում $446-նոց տուն չկա, շատ ավելի թանկ են, $850,000։ Studio City 2.3 լվացարան, 1506 square feet ունի մեծությունն է, $720 Homeowners Association-ն է, Studio City լավ թաղամասում է, ինչպես տեսնում մարդիկ մեջը բնակում են, շատ աշխատանք չունի, բացի maybe ներք and some carpeting, $581 price per square feet, Studio City համար, that's a good price, $875,000 asking price, և մեծ էլ նստելու տեղ ունի ու թենիս քորտ ունի ու հարկին մանրափուլ էլ ունի $720։ South Pasadena 2.3 լվացարան, 1650 square feet, մեծ condominium է, շատ մեծ, luxury է, $450 Homeowners Association-ն է, Այս իմանալու համար պետք է appreciate անես luxury condo living, որ իմանաս որ ես ապրում, $836 price per square feet, asking price $1,380,000, որ sense sense area-ում sense տուն, it's not a bad price. Make it high end, but it's a good price. Նայենք տուները հողով, single family Reseda 5.3 լվացարան, 5 bedrooms, 2240 square feet ունի մեծությունն է, 5388 square feet հողամասի մեծությունն է, asking price $750,000, $310 price per square feet. Would this go higher? Չեմ զարմանա, եթե էսի 800,000 ծախվի, նորեն տեղ ունի, բայց I think 800-ով Nothing wrong with it, especially central AC չունի, բայց մեկ քիչ աշխատանք ունի, but the price is good. Chatsworth 4.2 լվացարան,
1200 square feet, եմե տունից մի քիչ հեռու է, բայց նայեք վիճակը 19000 հողամասի մեծությունն է, asking price $666 price per square feet, $800 asking price Chatsworth-ում, ինչպես ասենք, մի քիչ ավելի լավ է, քան թե մյուսը, բայց price per square feet ինչքան է փոխվում։ Glendale 2 ննջասենյակ 1 լվացարան, ուրեմն 1064 square feet տունի մեծությունն է, 5458 square feet հողամասի մեծությունն է, asking price $825,000, $775 price per square feet, Glendale-ում 2 ննջասենյակ 1 bath 1000 square feet $825, չեմ ասում արժանա, բայց չեմ կարծում թանկ է դրե, բեկե նայես, որ կարող ես մեջից դուրս գաս թե ոչ։ Shadow Hills 3 ննջասենյակ 2 լվացարան, 1248 square feet տունի մեծությունն է, 19000 square feet հողամասի մեծությունն է, բավականի հող ունես, եթե ուզում ես մեծացնես, $920,000 asking price is the size of the lot 19000-ն է, որ բավականի մեծ է, շատ բաներ ես կարող անես, ADU ես կարող սարքես։ Anyway, նայենք այդան առաջ։ Burbank 3 ննջասենյակ 2 լվացարան, 1260 square feet տունի մեծությունն է, 5839 square feet հողամասի մեծությունն է, $793 price per square feet, որ Burbank-ում այս վիճակի տուն, այս տեղում not bad, $1 million list are, but 793 is not a bad price or sense me տունը կարող անում offer անի եւ էս էլ իր փոքրիկ garage-ն convert-ելած է, so it's a good house, good home, good price. Հիմա էսի ավել կեթա, I think so. I think մի քիչ ավել կեթա։ Pasadena 3 ննջասենյակ 2 լվացարան, 1586 square feet տունի մեծությունն է, 7543 square feet հողամասի մեծությունն է, asking price $692 price per square feet, Pasadena-ի համար, $1,98,000 asking price is not bad for Pasadena, էլ աշխատանք ունի մի մասը տանելու, բայց ընդհանրապես it's not that bad, it's all cosmetic եւ doable. Winnetka 4 ննջասենյակ 3 լվացարան, 2200 square feet տունի մեծությունն է, 6800 square feet հողամասի մեծությունն է, so $511 է, բայց նայեք հայրենակիցին, ամեն ինչը պատրաստ է, մանրամատախտակները, գետինները, լույսերը, kitchen-ը, bathroom-ը, everything is perfectly done, $511 price per square finished product, 1,120 եւ Winnetka շատ հարկի, լավ տեղահայություն բավականին ունենք Winnetka-ում։ Ընդհանրապես value Northridge, այս է նույնը, Northridge այնքան հայկական եկեղեցիներ դպրոցերով խանութներ կա, 3 ննջասենյակ 2 լվացարան, by the way, Caesar Bakery Northridge Balboa-ի վրա, oh my god, ինչքան համեղ Baklava cheesecake-ներ ունի, unbelievable, I love it. Չեմ ով է տերը, so I'm not marketing, որևէ ձևի կապակցություն չունեմ, բայց իրանց ուտելիքը, իրանց թխվածները, խմորեղենները, it's delicious. 3 ննջասենյակ 2 լվացարան փուլով տունը 1700 square feet, 8200 հողն է, $1,175,000 Northridge-ում։ Winnetka նորեն 5 bedroom 4 bath, պատրաստ, picket fence, white fence, 3200 square feet ունի մեծությունն է, 5537 square feet հողամասը, so ֆուտբալի դաշտ չունես, բայց փոխարեն ներսը compound ունես եւ բավականին մեծ է, ամեն սենյակները կան, $365 price per square feet է դրե, որ $1,200,000 asking price, բայց եթե պետք ունես 5 bedroom եւ մաքուր եւ moving condition եւ Winnetka-ում նաեւ bathroom-ների բանը, this is the house to be, you can bid $365 price per square feet, ես էլ բակի մասն է, որ ինչպես ասամ, ֆուտբալի դաշտ չի, բայց բավականի հնարավորություններ ունի։ Northridge 4 ննջասենյակ 3 լվացարան, 2626 square feet մեծությունն է, 12000 square feet հողամասի մեծությունն է, արդեն
բանից հայտնի է որ դիզայնից տունինը $505 $1,325,000 որ $505 price per square feet նորշիջում եւ ունի բասկետբոլի քորթ էլ so որ ուզում է մեծ հողով բասկետբոլի 12000 square feet-ա so ունես Glendale 3 ննջասենյակ 2 լվացարան 1888 square feet ունի մեծությունն է 6353 square feet հողամասի մեծությունն է $741 price per square feet որ $1,400,000 asking price Glendale-ում $1,400,741 is not a bad price համեմատ what it's offering չեմ ասում brand new է աշխատանքներ ունի բայց արժեքը այդքան վատ էլ չի միայն վատություն են որ location is not as fun բայց հնարավոր վատ location չի Glendale վատ location չունի anyway բայց it's something to consider նորեն Glendale 3 ննջասենյակ 2 լվացարան 1525 square feet ունի մեծությունն է 9200 square feet հողամասի մեծությունն է asking price $1,400,000 որ հիմա $918 price per square feet remodel դելացա moving condition պատրաստ վիճակի մեջ է լավ location-ում է so Glendale-ում you can't go wrong եթե սենցի տուն ես ուզում եւ Glendale-ում ես ուզում Glendale 4 ննջասենյակ 2 լվացարան 1901 square feet ունի մեծությունն է 7400 square feet հողամասի մեծությունն է asking price $781 price per square feet որ ելնում է $1,485,000 բավականի բայց location-ը շատ լավ է անշուշտ location-ի հարց է Դա մեծ դեր է կատարում։ Շատ գեղեցիկ տեղել է, տունն էլ գեղեցիկ ամեն ինչ լավ է։ Pasadena 3 ննջասենյակ 3 լվացարան 2433 square feet ունի մեծությունն է, 9400 square feet հողամասի մեծությունն է, asking price $695 price per square feet Pasadena-ում այս արժեքով, այս չափսի տուն, այս վիճակով very hard to believe, so it's good to consider this անպայման։ Մեկ քիչ TLC ունի, մեկ քիչ աշխատանքներ ունի, բայց overall լավ է, չէ՞ որ էլի ունեն մի հատ ցույց տանք դե չէ ժամանակը չի ներում։ Westlake Village 5 ննջասենյակ 4 լվացարան 3700 square feet ունի մեծությունն է, 13000 square feet հողամասի մեծությունն է։ Westlake Village-ը շատ լավ տեղ է, հարգի տեղ է, շատ հեռու չի So եթե մեծ եք ուզում size-ի հարցը եւ բյուջետի հարցը here it is Westlake Village-ում համ size ունես համ էլ արժեքն է համապատասխան համ էլ հող ունես ամեն ինչ ունես տեղում ամեն ինչ կա so $1,800,000 asking price Westlake Village-ում եւ pretty much պատրաստել եմ միայն TLC ասում բարձրապես ներկու basic բաներ որ մեն թարմացնեք ասելով դե չէ հատուկ ծախս չունի եւ հողը դել մեծ այսպես ասամ ամեն ինչ էլ ունի գզիբոն բակը վիուն ամեն ինչ Շնորհակալ եմ որ նայում եք եւ հետեւում եք եւ մեր ծրագիրները հարցումներ ունեք շաբաթվա մեջ հեռացայինեք միք սպասեք Իրակի եթե ուզում եք լիստինգները տեսնեք կամ qualification-ի համար նախապես պետք է անպայման pre-qualification ելնի ձեր loan-ը նախքան էթակ տուն նայելու Loan is number 1, aras loan-ի where you're going. Եվ լավ նայեք ձեզի կհանդիպենք ձեզ մյուս շաբաթ տեսություն։